վերում մյուս կուսակցությունների նախընտրած մարտավարությունից, այսինքն ամենօրյա հանդիպումներ ազգաբնակչության հետ։ Եվ ասեմ ավելին, որ մեր ավականու տեխնացուների եւ ազգաբնակչության կոնտակտը բավական մեծ էֆեկտ է ապահովում մեզ։ Այդ հաջողության իմպուլսը որտեղ է զգում։ Որն է երաշխիքը, որ այդ հանդիպումը հենց ինքը հաջողակ հանդիպան տեսակն է։ Ազգաբնակչության մոտեցումները հանդիպման սկզբում եւ հանդիպման ավարտից հետո մի քանի հանդիպումների որպես շտաբի պետ ես մասնակցել եմ, որպես այսպես ասեմ դիտորդի կարգավիճակով եւ ասացի այն ինչ որ նկատել եմ։ Հանրապետական կուսակցության շանսերը գնահատելիս եւ մասնագետները եւ ոչ մասնագետները գտնում են, որ հանրապետականները այստեղ ինչ որ որոշակի ստարտային առավելություններ ունեն։ Դուք եք այդպես կարծում։ Եվ որոնք են դրանք ըստ ձեզ։ Սկզբունքորեն համամիտ եմ այն առումով, որ նախորդ 5 տարիների ժամանակաշրջանում Երևան քաղաքում բոլորս գիտենք, դա անժխտելի փաստ է, որ բավական լուրջ աշխատանքներ են կատարվել։ Երևի թե դա եւ բացի դա հանրապետության նախագահի կողմից նշանակված նորանշանակ քաղաքապետը նույնպես նախորդ շուրջ 2 ամսվա ընթացքում ցույց տվեց, որ նա կարող է ստանձնել այդ պարտականությունները եւ շարունակել այն ծրագրերը, որոնք նախատեսված էին նախորդ 5 տարիներում եւ նախատեսվում են առաջիկա 2009-2013 թվականների մեր ծրագրի շրջանակներում։ Կարծում եմ դա է հիմնավորումը եւ իսկապես դուք ճիշտ եք նկատում, այդպիսի երևույթ նկատվում է։ Դրա կողքին իդեպ նշվում է նաև այն ադմինիստրատիվ ռեսուրսը, որին տիրապետում է հանրապետական կուսակցությունը եւ երբեմն դա չարաշահման այսպիսի ահազանգ է հնչեցվում։ Հիմա ինչպես պիտի անեք, որ դա չվերագրեն ձեզ։